ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, ըստիս շատ հետաքրքիր քննարկումներ են տեղի ունենում։ Մի բանն է ոգևորում, որ վերահսկիչ պալատի հաշվետվությունից, ինչպես նաև փոխվարչապետի հարակի ձեկուցումից ակնհայտ դարձավ, որ թե վերահսկիչ պալատը, թե հանրապետության կառավարությունը առաջնորդվում են հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի դեռ հանրապետական համագումարի ժամանակ բարձրացված այն հարցերի կատարման, որ խստագույնս պայքար պետք է մղվի կոռուպցիայի պետական բյուջեի մսխողների հետ։ Այդ թեզը ամրապնդվեց սեպտեմբերի 15-ին, ինչպես ճիշտ հիշատակվեց կառավարության նիստում կրկին նախագահի կողմից, եւ վերջերս ուրեմն իր հաստատումը գտավ նաև նախագահական ընտրություններից առաջ նախընտրական ծրագրում։ Սա ինչ խոսք ոգևորում է։ Դրա հետ մեկտեղ չի կարող մտահոգել այն, որ մենք այստեղ փաստորեն փորձում ենք պայքար ծավալել, լուրջ քննարկումներ կազմակերպել երևույթի հետևանքների հետ եւ ոչ թե երևույթը ծնող պատճառների հետ։ Իսկ ո՞րն է երևույթը ծնող բուն պատճառները։ Ըստ իս պատճառները կայանում են նրանում, որ եթե վերահսկիչ պալատը արձանագրում է 706 միլիարդ դրամ պետական գնումների եւ շինարարության ոլորտում ռիսկայինություն, որից նվազագույնը 10%-ը մսկվում է, իսկ այդ թվերը ստացվել են էքստրապոլյացիա անելով, ուրեմն ստուգված կազմակերպություններում մսկումների տեսակարարքշիռը, կնշանակի ի սկզբանե երբ կազմվում է բյուջեի ծախսային մասը, լուրջ մոտեցում չի դրսևորվում, հակառակ պարագայում հնարավոր չի առանց ծախսային մասում նախատեսել այնպիսի գումարներ, որոնց 10%-ը մսկելու պայմաններում միևնույն է ծրագիրը կատարվում է։ Սա ասում է նրա մասին, որ պետք է լուրջ վերլուծական աշխատանք կատարեն կառավարության ֆինանսատնտեսական բլոկը եւ ճյուղային նախարարությունները, այսինքն մինչեւ այս կամ այն խնդիրը բյուջեում տեղադրելը պետք է ուսումնասիրություն կատարվի եւ որոշվի ինչքան են նվազագույն եւ մաքսիմում ծախսերը այս կամ այն ծրագրի կատարման։ Դա պետք է որոշվի հաշվի առնելով եւ աշխատեցնելով պետեկամուտների կոմիտեն, մասնավորապես մաքսային ուրեմն ծառայությունը առայն ներմուծվող ապրանքների ինվոյսի գները տեղադրվեն հրապարակավ եւ մենք իմանանք այդ ինվոյսի ներմուծման գնի վրա ինչքան հավել աճ են տալիս վաճառելիս։ Եթե դա գերազանցում է 25%, ապա նույն կառավարությունը պետք է հավանաբար հանդես գա այստեղ օրենսդրական նախաձեռնությամբ առայն, որ որոշակի տոկոսից հավելյալ շահույթը բնութագրվի որպես գերշահույթ եւ պրոգրեսիվ հարկավորման սանդղակ կիրառվի, որ այս կամ այն ներմուծվող ապրանք բերողը արդեն 10 անգամ մտածի արժի մալուխը 10 անգամ թանկ վաճառել, քան իր գնից 25%-ով ավել եւ երաշխավորված եկամուտ արձանագրել։ Դրա հետ մեկտեղ պետք է անպայմանորեն հաշվի առնվի այն, որ ավաղ տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում շատ օգտագործվող, հատկապես շինարարության ոլորտում ապրանքները արտադրվում են օլիգոպոլների կողմից։ Մասնավորապես ընդունենք ցեմենտը կամ գաճը։ Ինչ կա դա կա, բայց այս պարագայում էլ պետք է անպայմանորեն տվյալ արտադրություններում գնագոյացման մեխանիզմները հրապարակվեն եւ այդ գնագոյացման մեխանիզմների հրապարակումից հետո արդեն այո թիվ դրվի, որ այսքան մարժայից ավել, եթե դուք մարժա եք նախատեսում, ապա հարկային ոլորտում այնպիսի հարկային դրույթներ կկիրառվեն, որոնք իզուր կդարձնեն այդ հավելյալ հսկայական գերշահույթները ստանալու հանգամանքը։ Մյուս հանգամանքը, որ աչքի է զարնում այս քննարկումներից, կայանում է նրանում, որ 16 ստուգող գերտեսչություններ չգիտես ինչի մտածում են արձագանքի կամ համատեղ աշխատանքի մասին միայն հաշվետվությունը լսելուց հետո։ Մինչդեռ իրենք պետք է համագործակցեն առաջին իսկ օրվանից դեռ այդ ծրագրերը բյուջեով չհաստատելու ժամանակ եւ այդ պարագայում մենք այո շատ ավելի զերծ կմնանք հնարավոր այն չարաշահումներից, որի մասին այստեղ խոսվեց։
Չթաքցնեմ վերջին օրերին մամուլում էլ ինչ ասես չգրվեց այս քննարկումների մասին։ Ես որպես ազգային միաբանություն կուսակցության ղեկավար, որը ներգրավված է ազգային ժողովում հանրապետական կուսակցության կողմից, չթաքցնեմ, ինձ գոհունակություն պատճառեց այն, որ հանրապետական կուսակցությունը վստահ է իր ուժերի վրա եւ բոլոր թերությունների մասին ինքն է ասում, ինքն է արձագանքում, իր ղեկավար մարմնի ներկայացուցիչները դա մատնացույց են անում եւ այստեղ ոչ մի բան փնտրել պետք չի։ Բավական է հիշել այն պարզ իրողությունը, որ այս հաշվետվությունը մարտի 29-ին է հաստատվել, մինչդեռ կառավարությունը ձևավորվել է ապրիլի 20-ից հետո։ Այսինքն այս բոլորի մասին իմացել է հանրապետականը եւ այո վստահում եւ այսօր խստությամբ պահանջում է որ կատարեն բոլոր այն բացթողումները, վերացնեն բացթողումները ու թերությունները, որոնք արձանագրված էին եղել։ Եվ այստեղից ելույթ ունենալով պարոն փոխվարչապետ հավանաբար ձեզ թուրիմացիան մեջ են գցել եւ դուք այստեղ ասում եք պետ եկամուտների կողմից գրանցված գումարները եւ հետո ակնարկեցիք, որ կխնդրեք վարչապետը մնացած ճյուղերով ուրեմն այդ ամենը հրապարակի, այդ թվերը գաղտնիք չեն, Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2012 թվականի հունվար-դեկտեմբերին 178-րդ եւ 179-րդ էջերը որ կարդում ենք, ապա հետեւյալ պատկերն է, ինչու եմ սա ասում, որ վաղը մյուս օրը չչարախնդան ու չօգտագործեն դա իդեմս կառավարության, իդեմս հանրապետական ֆրակցիայի։ Մասնավորապես ձեր ասած 22 միլիարդ 799 միլիոն դրամը դա չվերականգնված մնացորդ գումարն է։ Մինչդեռ բռնագազնված գումարը 1 միլիարդ 791 միլիոն է։ Իսկ գույքային բնույթի բոլոր կատարողական վարույթներով բռնագանձված եւ չվերականգնված մնացորդ գումարները հետեւյալ պատկերն ունեն։ Բռնագանձված գումարը 11 միլիարդ 569 միլիոն, չվերականգնված է 58 միլիարդ 190 միլիոն։ Ես այս թվերը հրապարակեցի հերթական անգամ շեշտելու համար, որ պետք է ոչ թե սպասենք հաջորդ հաշվետվությանը, այլ բյուջեն կազմելիս պետք է բոլոր շահագրգիռ մարմինները անպայմանորեն էքսպերտային գնահատականներ տան եւ իրենք էլ ստորագրվեն, դրանով իսկ պատասխանատվություն կրեն հնարավոր այն չարաշահումների, հնարավոր այն մսխումների համար, որոնք այսօր այստեղ արձանագրվեցին։ Շնորհակալություն։